Երեկ երեկոյան ռուսական կայքերից մեդիադաշտում լուրեր հայտնվեցին, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների սպառնալիքներից հետո Իրանը փակել է իր օդային տարածքն ու զորքերը բերել թիվ 1 մարտական պատրաստության։ Իրանի պաշտոնյաները դեռ չեն հաստատել երկրի օդային տարածքի փակման մասին խոսակցությունները։ Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը հայկական ժամանակի հետ զրույցում նկատում է, Իրանի օդային տարածքը փակ լինելու վերաբերյալ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Վերջինիս խոսքով սա պարզապես տեղեկատվական պատերազմ է, որը Իրանի դեմ տանում են Իսրայելը եւ նահանգները։ Նպատակը մեկն է՝ ստիպել Իրանին, որպեսզի Իրանը գնա այն պայմանավորվածությունների, որը առաջարկում է Դոնալդ Թրամփը, Թրամփի վարչակազմը, եթե ես սա անվանում եմ ավելի շատ ուլտիմատում վերջնագիր, Իրանի այաթոլլաների ռեժիմին առջև դրվել է վերջնագիր։ Նրանք չեն ուզում այդ վերջնագիրը ընդունել, եւ նա գնում է տեղեկատվական պատերազմ։ Տեղեկատվական պատերազմից բացի ԱՄՆ-ն, ինչպես հայտնի է, լուրջ պատերազմներ է տանում, ամերիկյան նավատորմը Հնդկական օվկիանոսում է, ավիակիրներ են այնտեղ։ Ես կարծում եմ, որ մոտ ապագայում լինելու են շատ լուրջ հարվածներ Եմենի ուղղությամբ, առաջի հերթին հութիների ուղղությամբ, որոնք այս պահին տարածաշրջանում վերջին իրանական պրոքսին են։ Ստեփանյանը հիշեցնում է, որ Իրանի ու Ամերիկայի անհամաձայնության պատճառը միջուկային ծրագրի գործարքն է։ Կռվախնձոր դարձած միջուկային գործարքի վերաբերյալ 2015 թվականին Իրանը եւ միջազգային միջնորդների խումբը համաձայնության էին եկել, որի շրջանակներում Թեհրանը հրաժարվել էր միջուկային զենքի մշակումից պատժամիջոցների վերացման դիմաց։ 2018 թվականին իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում Թրամփը հայտնել էր գործարքից նահանգների դուրս գալու մասին, Իրանին մեղադրելով համաձայնագիրը խախտելու համար եւ հայտնել նոր պատժամիջոցների մասին։ 2019 թվականին Թեհրանը հայտնել էր, որ դադարեցնում է պարտավորությունների կատարումը։ 2025 թվականի մարտի սկզբին Թրամփը նամակ ուղարկեց Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, հայտնելով, որ նախապատվություն է տալիս Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ նոր գործարքին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտնել էր, որ Իրանն իր պաշտոնական պատասխանը ուղարկել է նահանգների նախագահին։ Ստեփանյանի խոսքով Իրանը չի ուզում վերադառնալ այդ գործարքին, քանի որ այն, ինչ առաջարկվում է Թեհրանին, կապիտուլյացիա է։ Արդյոք նահանգների եւ Իսրայելի սպառնալիքների ներքո գործարքի չգնալու վերաբերյալ Իրանը կփոխի իր դիրքորոշումը, թե ոչ, Ստեփանյանն ասում է. Շատ դժվար հարց եք տալիս, ամեն ինչ կախված է ճնշումից։ Այս պահին Իրանը չի ցանկանում գնա այդ գործարքի, չի ցանկանում գնա կապիտուլյացիայի փաստացի, իսկ Թրամփը առաջարկում է նրան կապիտուլյացիա։ Եթե ճնշումը ուժեղանա, եթե հայտ գան նոր հանգամանքներ, ամեն ինչ կախված է այդ հանգամանքներից, թե որքան ուժեղ կլինի ճնշումը, Իրանը եւս հաշվարկում է իր հնարավորությունները եւ սցենարները։ Կարծում եմ Եմենի հարվածը վճռորոշ դեր կխաղա այս ամենում, Եմենի տարածքում հարվածը։ Եթե ամերիկացիները եւ իսրայելացիները լուրջ հաջողությունների հասնեն այդտեղ եւ հութիներին ջախջախեն, հնարավոր է, որ Իրանը ընկրկի։ Եթե ոչ, եթե այնտեղ հնարավոր լինի ինչ-որ կերպ պաշտպանվել, տարբերակ կա, որ Իրանը մինչև վերջ կշարունակի իր դիրքորոշումը։ Եմենին ուղղված այդ հարվածների մասին խոսել են թե նահանգները, թե Իսրայելը։ Իսրայելի իշխանությունները մարտի 2-ին հայտնել են, որ նախապատրաստվում է երկրի վրա երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր խոշորագույն հարձակում։ Դա թույլ չտալու համար, ըստ պայմանի, Իրանին բավական է ստորագրել միայն մեկ փաստաթուղթ միջուկային գործարքի մասին։ Մարտի 30-ին էլ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտնել, որ Իրանը կբախվի ռմբակոծությունների, ինչպիսին նրանք նախկինում չէին տեսել, եւ երկրորդական մաքսատուրքերի, եթե նահանգների հետ միջուկային գործարքի շուրջ համաձայնության չգան։ Այդ հավանականությունը կա, ես վստահ չեմ, որ կլինեն, բայց ես վստահ եմ, որ Թրամփը ամեն ինչ կանի, որպեսզի պատերազմական սցենարից խուսափի։ Ինչ է նշանակում հարվածներ։ Հարվածները դա միլիոնավոր դոլարներ են։ Դա գումարներ են, որը պետք է ծախսվեն։ Իսկ Թրամփը բիզնեսմեն է, նա գործարքների կողմնակից է, սա մենք վաղուց գիտենք, երբ որ նա գրել էր իր հայտնի գիրքը գործարքի արվեստը դեռ չլինելով նախագահ, նա ձգտելու է գործարք կայացնել, հասնել գործարքի։ Ամենավերջին տարբերակում, եթե նա չկարողանա դրան հասնել, հնարավոր է, բայց անխուսափելի չէ։ Իրան, ԱՄՆ, Իսրայել, երեք երկրների այս վտանգավոր խաղը հարավային Կովկասում անհետևանք չի մնա, նկատում է զրուցակիցը։ Եթե Իրանի վրա հարձակում լինի, դա վտանգավոր կդառնա նաև Հայաստանի համար։ Պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի, ասում է Ստեփանյանը։ Այդ թվում նաև պատերազմական, այդ թվում նաև, որ մեր սահմաններում կարող է լինել պատերազմ, այդ թվում նաև, որ մեր սահմաններում կարող են լինել փախստականների հոսք։
Իրանի տարածքից։ Այդ թվում նաև որ Ադրբեջանը կարող է այդ իրավիճակը օգտագործել եւ հարձակվել Հայաստանի վրա, ոչ թե Սյուրիքի վրա, ինչպես շատերն ասում են, Հայաստանի վրա։ Մենք պետք է դրան պատրաստ լինենք։ Բայց դա չի նշանակում, ես նորից եմ ասում, որ պատերազմը անխուսափելի է։ Պնդել են, որ սա մեզ համար ամենակատաստրոֆիկ սցենարն է։ Եթե Իրանի տարածքում բռնկվում է լուրջ պատերազմ, այդ թվում նաև քաղաքացիական պատերազմ, եթե ռեժիմը տապալվում է, բայց նոր իշխանություն չի ընտրվում, այդ ամենը կարող է բերել շատ լուրջ անհանգստությունների եւ ինչու ոչ Ադրբեջանը կարող է օգտագործել սա որպես հարմար պահ Հայաստանի վրա հարձակվելու համար, իսկ այն որ Ադրբեջանը դրան ձգտում է, դա կարծում եմ միանշանակ է եւ ակնհայտ է։ Մեզ համար շատ լավ տարբերակ կլիներ, եթե Իրանում լիներ իշխանափոխություն եւ գար պրոամերիկյան ռեժիմ, բայց դա լիներ 1-2 օրվա ընթացքում։ Այդ դեպքում մեզ համար կլիներ իդեալական տարբերակ, բայց ես այդպիսի հնարավորություն գրեթե բացառում եմ։ Լինելու է երկարատև լուրջ քաղաքացիական պատերազմ, լինելու են բախումներ, Իրանը կվերածվի երկրորդ Սիրիայի, երկրորդ Իրաքի, իսկ սա մեզ համար կատաստրոֆիկ սցենար է, իր բոլոր վտանգներով հանդերձ։ Իրանի շուրջ սպասվող պատերազմը եւ տեղի ունեցող իրադարձությունները ըստ քաղաքագետի նաեւ հեռացնում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։